Okay, Ժորժան, մեկնարկը տվածված է, սկսում ենք։ Մեզ պետք է լինելու մաղած ալյուր 450 գրամի չափով։ Այս հացը եւ կոչվում է բագետ հաց եւ կոչվում է ֆրանսիական հաց, նայած ով ոնց է ներկայացնում, բայց շատ համով հաց է։ Ուղղակի մի քիչ երկար կտևի պատրաստելը, որտեղ մեզ պետք է ամբողջ իր համեմունքով, ասենց ասեմ, գրավի իրան։ 3 օր է տևել ընդհանուր էտապը պատրաստելու։ Բայց շատ լավ արդյունք կստանանք։ Okay, վերջացրեցինք մենք այստեղ, վերջ, մեզ հարկավոր է լինելու 7 գրամ աղ, և 245 գրամ ջուր, և 5 գրամ ընդամենը թարմը, ոնց է կոչում եստը, խմորիչ, թարմ խմորիչ, okay, շատ չէ, եթե չոր եք օգտագործելու, չորը պետք է օգտագործեք 10 գրամ, եթե թարմ եք օգտագործում, 5 գրամը բավական է, okay, փխրելու ենք հիմա մեջը դնենք և խառնենք, Առաջի օրը առայժմը այսքանն է, հիմա խառնելու ենք իրան մի լավ ու թողնելու ենք սառնարանում 24 ժամ։ Okay, Ժորժան 8 րոպե տրորելուց հետո, դնում ենք սառնախցիկ 24 ժամ հետո վերցնելու ենք հետ։ Բայ լույս հարազատներս, սա արդեն հաջորդ օրն է, երկրորդ օրն է, խմորը մեր երեկվա սառեցրած այստեղ է, հիմա դնում ենք մի կողմ, բայց առանձին վերցնում ենք 500 գրամ մաղած ալյուր արդեն, նախորոք մաղել եմ, 10 գրամ աղ, պետք է ավելացնենք, և 10 գրամ թարմ խմորիչ, այսի չէի կտրել, ինչ դժվար ես կտրվում, հա, և 300 միլիգրամ ջուր, հիմա, միջև անցնել խառնելը, մեզ ինչ է հարկավոր, սա մի կողմ ենք դնում, չենք խառնում, հիշում եք երեկվա խմորը, որ դրեցինք սառնարան առաջի օրը, հիմա սա վերցնում ենք, մասերի պետք է բաժանենք, մոտավորապես մոտ 5 մասի ու լցնում ենք սրա մեջը, թազա երկրորդ օրվա սա, որ պետք է պատրաստենք, դրան մեջն ենք ավելացնում։ Սա մի քիչ բագետի խմորը կամ ֆրանսիական հաց, ոնց կոչվում է, մի քիչ երկար պրոցես է, 3 օր է ուզելու մեզանից, բայց հավատացեք, շատ համով է, վստահ եմ Հայաստանում էլ կա, եթե չեմ սպասում,
Համենայն դեպս ես որտեղ որ եղել եմ եվրոպական երկիր, այնտեղ բոլոր տեղերն է հանդիպել է անգամ մեր մոտակա Ամերիկան։ Հիմա մի սալա անցնում ենք խառնելու։ Վերենք են կարգի միջև որ միասեռ կդառնա ու կսկսենք հետ լավ տրորել։ Մոտավորապես պետք է 8 րոպեի չափ մենք տրորենք։ Այնքան որ ալյուրը ուտում եմ ձեռես շատ չէ, որտեղ պետք չունենք ավելացնելու շատ։ Ինչև ինքը մի լավ կհավաքվի ու էլաստիկի նման պետք է դառնա։ Okay, Ջորջ ջան, ձեռքերս հիմա թեթև ձեթոտեմ, որպեսզի հեշտ լինի կպնել։ Հիմա ասենք մի մաս վերցնում ենք եւ բացում ենք մեջտեղի հատվածից։ Եթե չի պոկում, նայեք պոկվեց իմը։ Նորից կարամ անեմ, որպեսզի պարզելնի ավելի։ Նշակմա հլը կարիք ունի ինքը նորից հետ նայեք, ինքը պոկվում է, ինքը չպետք է պոկվի, այդքան շուտ պետք է ինքը էլաստիկի պես ձգվի, սա նշանակում է դեռ ինքը հələ կարիք ունի նորից անելու, տրորելու։ Ինքը չել պետք է աշխատենք, խաղանենք հետը տրորենք։ Ոնց որ թե արդեն պատրաստ է։ Այս ընթացքում տրորելու ընթացքում երբ որ նայում եք շատ չի լինում, էլ արդեն շատ կպչիկ է, օքեյ է, նորմալ է որ ցանեք ալյուր ու շարունակեք որ կարողանաք աշխատեք։ Եթե կարիքը չկա, մի ավելացրեք, բայց չեմ ասում բաժակով լցնեք, որովհետև շատ պինդ կդառնա խմորը, հետո այս անգամ հացն էլ շատ պինդ կլինի ու լավ չի ստացվի։ Հիմա նայենք տենանք հələ ուր հասանք, մեր փորձենք նորից հետ։ Մի քիչ է կարիք կա, նորից հետ։ Ու ինձ համար արդեն դժվարանում աշխատելը, որտև կպչիկ է շատ խմորը։ Okay. Հիմա նայենք։ Մեջտեղի հատվածից ենք վեկալում։ Նայեք, որ չի պատրվում արդեն։ Դա նշանակում է, որ արդեն պատրաստ է խմորը։ Ուզենա երևի 2 րոպե ու վերջ։
փոքր ձեթոտեմ, որ հեշտ լինի իրան։ Այլ ծերի հատվածից չվեկալեք բռնեք փորձեք, մեջտեղի հատվածից։ Նայեք, արդեն չի պատրվում, perfect, պատրաստ է։ Հիմա սա գնաց այդ սառնարանը, մինչև վաղը, ու արդեն վաղը պատրաստ կլինի մեր հացը թխելուն։ Սա այսպես ենք իմանում խմորի պատրաստ լինելը։ Մենք մեջը ուարկենք սառնարան, կհանդիպենք վաղը։ Այսօր արդեն 3-րդ օրն է, մեր հացը թխելու օրն է բագետին, սառնարանից հանել եմ մոտ 1 ժամ առաջ, արդեն մի լավ ուռել է, ինչ ենք անում հիմա։ Այս պետք է թեթև օդը հանենք իրա։ Եվ ծալում ենք։ Okay. So հիմա քանի մասի ենք ուզում բաժանենք հացը։ Նայած արդեն այստեղ մոտավորապես 250 գրամի չափով պետք է անեմ, so 6 մասի պետք է բաժանեմ։ Մի քիչ հանելով եկանք։ Okay, մենք ունենք արդեն 6 հատ գունդ։ Մեզ հարկավոր է լինելու կլորացնենք իրան։ Գնդակի նման տեսք տանք ու դնենք մի կողմ։ Հիմա։ Բավական կպչիկ է խմորես, ձեռքերս փորձում եմ ալյուր ուտեմ, որպեսզի հեշտանա իմ գործը ավելի։ Ալյուր կարող եք ցանել, ինչու ոչ, բայց շատ չէ իրա վրա, շատ չլինի, որպեսզի չպնդանա խմորը, մեզ հարկավոր չի շատ պին խմոր։ Եվ երրորդ, մին 6-րդ արդեն։ Հիմա, մեզ ինչը հարկավոր լինելու անենք։
իրան ձգում ենք, բերում ենք և 3 անգամ պետքա պտտենք, 1, 2, 3 ու դնելու ենք արդեն հանգստանալու, անցանք հաջորդին, բերում ենք իրա վրա, 1, 2, 3 անցանք հաջորդին, 1, 2, 3 դնում ենք, անցանք հաջորդին, 1, 2, 3 1, 2, 3 և ևս մեկ հատ էլ, 1, 2, 3 սա թողնում ենք 15 րոպե, 15 նորմալ 15 րոպե ու հետ ենք գալու նորից միանանք շարունակությանը։ Okay Ժորժ ջան, 15 րոպեն արդեն անցել է, հետ սկսում ենք նորից։ Ինչ ենք անում, տակի հատվածից ոնց դրել ենք, տակի հատվածը դեպի վերև ենք պահում, ձեռքերս թեթև կմորոտեմ, այմին ալյուրեմ ու անցնենք առաջ, 3 անգամ պետք է պտտենք, 1, 2, 3 Հիմա պետք է երկարացնենք իրան, և դնելու ենք այս կտորի վրա, կտորը ինքը cushion է կոչվում, հայերեն տարբերակը չգիտեմ ոնց է կոչվում, բայց ինքը բամբազի նման կտոր է, դնում ենք այստեղ իրան մի խոսքով ոնց որ քնի, այտենց, պետք է քնի, հիմա վերջում ցույց կտամ արդեն, թե ոնց եմ դրել։ 1, 2, 3 Աշխատում ենք, որ հանկարծ չպոկվի ինքը, որտեվ որ պոկվեց արդեն էդի հետ պիտի նորից դնենք հանգստանալու։ Իմ մոտ խմորը այնքան թույլ է, որ ինքը չի էլ կարողանում պահի անգամ, շատ թույլ է։ Անցանք հաջորդը հիմա։ Մեկ, երկուս, երեք։
Ընդհանրապես այս խմորները այնքան լավ են, ինչքան սառնարանում երկար հետո կարանակ բայեք, եթե նույն օրում ձեզի 6 հատ հաց պետք չունեք եփելու, կարող եք թողնեք սառնարանը եւ հետո հաջորդ օրը հանեք, բայց դուրս դրեք մոտավորապես ժամ ու կես 2 ժամ, որպեսզի ինքը մի հատ տան ջերմաստիճանի գա, որտեղ երբ որ սառն է լինում, չեք կարող 36 աստիճանից ցածրի դեպքում ջերմաստիճանի խմորի լավ չի լինելու, կարելի ասել ընդհանրապես չի լինելու։ Պետք է թողնեք գոնե տան ջերմաստիճանի գա ու նոր սկսեք այս process-ը։ Բայց կարող եք պահել սառնարանի մեջ խմորը։ Եվ կարող եք անգամ եփել, հիմա ասենք մենք փոքրիկ ենք ընտանիքով, շատ հոգի չենք մենք, 3 հոգի ենք ընդամենը, շունիկից չհաշված, որտեղ շունիկը հաց չի ուտում, ինքը իր ճաշիկն է ուտում, այս պարագայում մեզի շատ է լինելու, ես եփելուց հետո կդնեմ սառցախցիկ, երբ որ արդեն հետ կարիքը կունենանք հացի, նորից կարող եմ հանել, ընդամենը 1 ժամ դուրսը թողելուց հետո կամ կարող եք դնել անգամ ջեռոց 5 րոպեով, ինքը նորից հետ կգա առաջվա նույն համին ու նույն ձևի կլինի։ Շատ լավ խմորա ու շատ լավ համա։ Okay, վերջացնում ենք արդեն։ Okay, ինչ արեցի ես այստեղ։ Այս քուշնով կտորով իրան արանքները դրեցի։ Ոնց որ իրան պարկացնեմ, մեկ քնացնեմ։ Հիմա ինձ պետք է ինքը 1 ժամ հանգստանա, 1 ժամից հետո արդեն կարող ենք սկսել թխելը։ Տան ջերմաստիճանին թողնում ենք, որտեղ որ ժամ տեղ ունեք ազատ, որ ձեր ձեռքի տակը չի խանգարի, դրեք այնտեղ միտեղ, որտեղ ձեզ հարմար կլինի։ Վերջ, ծածկեցինք, գնաց։ Okay, ժողովուրդ ջան, արդեն հետ եկանք, 1 ժամը մեր մոտ լրացավ, ինչ ենք անում, մեր ձագուկներին պետք է հանենք քնած տեղից, շատ զգուշությամբ և տեղափոխենք արդեն հիմնական թավայի մեջ, որտեղ որ պետք է եփվի ջեռոցում։ Իմիջիալոց ասեմ, ջեռոցը նախ որ օգտագործել եմ, Ցելսիուսով 240 աստիճան Ցելսիուս և Ֆարենհայթով 464 աստիճան Ֆարենհայթ։ Արդեն իմ մոտ միացված է, տաքացված է, ես շատ զգուշությամբ պետք է իրան տեղափոխեմ այս թավայի մեջ։ Զգույշ ենք լինում, երբ որ մենք տեղափոխում ենք իրան, այս տակի հատվածը կա իրա, նույն ձևով որ տակի հատվածով այստեղ դնենք, հակառակ չդնենք։ Ոնց դրել ենք, այդ նույն ձևով էլ իրան պետք է տեղափոխենք։ Okay. Հիմա սա լավ ուռել արդեն։ Եվս 2 հատիկ ունենք։ Վաու։ Ստեղ շատ քիփ դրեցի, լավ կներ կարենայի, բայց չեմ կարա, արդեն ազատ եմ, վերջ։
Հուսամ, որ չի գտնելու իրար։ Okay։ Հիմա մեզ ինչ է հարկավոր անել։ Մեզ հարկավոր է իրան կտրել։ Պետք է բացենք, որպեսզի ինքը Eiffel-ի ընթացքում կարողանա բացվի։ Բայց զգուշությամբ, որ շատ այդքան էլ շատ չբացենք, որ այս անգամ ընդհանրապես ազատվի ինքը, չէ։ Պետք է զգուշությամբ անենք, չէ, այս մեկը չեմ օգտագործում, սա մաշված է արդեն, այսօր նորն էի վերցրել, որ կարողանամ մոտ 5 հատ կտրվածք ենք տալու։ Okay, եւ գնում է ջեռոց հիմա։ Okay, ջեռոցը դնելուց ուշադիր պետք է լինենք, այս խմորները սիրում են, որ ստիմ լինեն։ Երբ որ ստիմ, այսինքն զգոլորշի, պետք է ունենան անպայման, պարտադիր, որ ինքը կարողանա քաշի լինի։ Հիմա ինչ եմ անում ես, սառում եմ, նախորոք արդեն տաքացված է, եւ գնաց։ 20 րոպե հետո հետ կգանք։ Ահա եւ վերջորջան շատ թեթև ինքը հաց է եղել։ Հիմա կկտրենք իրար հետ, կտեսնենք ոնց է եղել։ Տաք է դեռ։